Պարոն Չիչոյանին որ արժանիքի համակարգին Երևան քաղաքի դատարանի նախագահ, դատախազ հայրիկը, դատավոր հորեղբայրը, ընդ որում դուք բավականին ուշագրավ հանգամանքներում եք եղել, ընտրվել առասարակ դատավոր։ Արժանիքների մասով նախ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Արժանիքների մասով կարծում եմ հստակ օրենսգիրքը նախատեսում է թե ինչ պայմանների առկայության Ովին կանգնեց արանը վարումը ձեր կադրն լավ ասպես լավ արժանիքների մասով նախ դատական օրենսգիր սահմանադրական օրենքում հստակ նշված են այն չափանիշները, որոնք նախատեսված են դատային նախագահի թեկնածուների համար, խոսքը 121-րդ հոդվածի մասն է դատական օրենսգիր սահմանադրական օրենքում, որտեղ կա որոշակի չափանիշներ, դրա գնահատմամբ բարձրագույն դատական խորհուրդը բաց քվեարկությամբ, բայց դեռ դատական նիստում որոշում է կայացնում թեկնածուին հանրապետության նախագահին առաջարկելու վերաբերյալ ձայների մեծամասնություն ստացած, թե բարձրագույն դատական խորհուրդը ինչ հանգամանքներով պայմանավորված նման որոշում կայացրել, իհարկե ձեր ԱԱԾ տնօրենի հետ ձեր կապերն են օգնել, որ դուք Երևան քաղաքի դատարանի նախագահ դառնաք։ Բնականաբար նման հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ նշված որոշման կայացման համար, ասեցի մտերմություն կա ԱԱԾ տնօրենի հետ, Պարոն Սիմոնյանի հետ մտերմություն կա, դեռևս այն ժամանակատվից, երբ որ պարոն Սիմոնյանը եւ ես, ոչ ես դատավորը, ոչ պարոն Սիմոնյանը ԱԱԾ տնօրեն 10 եւ ավել տարի հիմա հարաբերություններում եկել ինքերական մտերիմ։ Այսպես ասեմ, չեմ պատրաստվում որոշակի ժամանակավոր որոշակի երևույթների համար, խոսքը պաշտոնի մասն է, ընկերներից հրաժարվել, բնականաբար շփումներ կան, բայց այդ շփումները Պարոն Սիմոնյանը համարվում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ բազմաթիվ լուրեր կան, ասում են համարվում է ԱԱԾ տնօրենը, բայց ոչ դատական համակարգի ինքն է կուրացիա անում։ Հիմա դուք նաև հաստատում եք, որ կան այդ կապերը, դեռևս 10 տարի է այդ կապերը եղել են, եւ ըստ էության բավականին երիտասարդ տարիքում նշանակվում եք Երևան քաղաքի դատարանի նախագահ։ Եվ կապերն են օգնել։ Միջոցառում իրականացնելու միջնորդությունները ձեզ վստահեցի, պարոն Չիչոյան, եւ 27-ամյա եք, չէ՞, 28 դեռևս 3 տարի առաջ։ Հա, այսինքն այդ տարիքում ձեզ վստահվեց նաև դա ԱԱԾ տնօրենի այդ կապերը, տանիքները։ Իհարկե։ Այսինքն Այս կապերը ոչ ման չեն արել, համարեն են պարոն Չիչոյանը ինքան լավ գիտելիքներ ունի ու արդյունքում գիտելիքներն ասում են կասկածի տակ չեն, բայց կապերի Ինչ պատասխան եք ակնկալում դուք ինձանից, թող ձեր հարցերի պատասխանը։ Երևանի դատարանում ձեզնից ավելի փորձառու բազմամյա փորձունեցող դատավորներ կային, կարծում եմ նաև արժանի, ես չեմ արժանի չեք եկել։ Այսինքն ո՞նց ստացվեց, որ դուք ընտրվեցիք։ Հիմա որ թող ձեր հարցերի պատասխանը։ Նախ նշանակման հետ կապված առասարակ դուք գիտեք բոլորդ էլ որ կա որոշակի չափանիշներ դատավորի նշանակման համար, խոսքը նույնիսկ նվազագույն տարիքային շեմի մասին է։ Հիմա եթե օրենսդիրը սահմանել է որոշակի տարիքային շեմ, այդ շեմի ես բավարարել եմ, բնականաբար իրավական բոլոր ընթացակարգերում նշանակվել եմ։ Ինչ վերաբերում է արժանիներին կամ ոչ արժանիներին, կրկին ասում եմ, որ որոշել է բարձրագույն դատական խորհուրդը, բնականաբար ձեր հարցերի հասցեատերը բարձրագույն դատական խորհուրդն է, ոչ թե ես, կոռեկտ չեմ համարում նաև մեկնաբանել վերջերս խորհրդի գործողությունները։ Միջազգային կառույցները բոլորը գնահատական են տալիս, որ այսօր դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, անկախ չէ։ Ինչ ունեք, դուք այս մասում ունեք ձեր գնահատականը։ Ճիշտ ասած չեմ լսել նման գնահատականներ, չգիտեմ որտեղից եք այդ մեջբերումները իրականացնում։ Հակափաստարկն այն է, որ օրենքի օրինական ուժերով մնացած դատական ակտերն են, եթե նմանատիպ իհարկե գործեր եղել են մամուլի համար, որոնք որ կարող են ինչ-որ քաղաքական ենթատեքստեր ունենալ, այսպես ասած, բայց կոնկրետ գործերով իհարկե ես